Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու։ Պետք է տեր կանգնենք խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքը ունի։ Հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամաս և տեր կանգնեք խաղաղությանը, քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքը իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, որը մենք ընդունեցինք ամիսներ առաջ։ Եվ ըստ այդմ 2026-2031 թվականների առանցքային անելիքները հետևյալն են. Առաջինը՝ խաղաղության ինստիտուցիոնալացում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը մեկնարկել է դեռևս 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացով, ապա և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ և վավերացմամբ ու շարունակվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ և Վաշինգտոնի հռչակագրով խաղաղության ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքների հաստատմամբ։ Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջնային քայլերը հետևյալն են. Առաջինը՝ սահմանազատման գործընթացի շարունակությունը։ Երկրորդը՝ ՏՐԻՊ նախագծի իրագործումը 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրի և 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից ընդունված ԹՐԻՊ-ի իրականացման շրջանակի բովանդակությանը համապատասխան, որը կհանգեցնի տարածաշրջանային կապուղիների լիարժեք ապաշրջափակման։ Հաջորդ քայլը խաղաղության ինստիտուցիոնալացման բնականաբար Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումն է, վավերացումը, դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործումը։ Խաղաղության ինստիտուցիոնալացման թվարկված քայլերը սպառիչ չեն։ Քաղաքացիական հասարակության, գործարար համայնքի ներկայացուցիչների շփումները, երկկողմ առևտուրը, քաղաքական, մշակութային, հումանիտար երկխոսությունը խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր գործիքներ են և քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կքաջալերի ու կաջակցի այդ ուղղությունների ակտիվացմանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում։